Բարև ձեզ, ինչով կարող եմ ձեզ օգնել։ Մեզ հիշում եք, չէ՞։ Ինչպես չէ։ Քիչ առաջ ձեր մեռել ինչ տարա։ Հիմա ուզում ենք հետ բերենք։ Չհասկացա։ Ինչ է պատահել։ Ինչ որ մի բան լավ չեք կարել։ Բայց սրանից ավելի ինչ պետք է անենք, ուրիշի մեռելին բերես սաղցրել եք մեր վրա։ Անհնար է։ Yo, չէ, լուրջ ենք ասում, կարող է կատակ եք անում, ասում եմ սխալ մարդ եք տվել։ Հնարավոր բաց չի տղա ջան։ Զիմերը ոչ նակոլկայոնից է, ոչ է դնչի ժրամ։ Եթե դժվար չի ձեզ համար, մի հատ գնանք պարզենք։ Լավ տղա ջան, հանգստացի։ Եկեք տեսնենք ինչ կարող ենք անել։ Այ քեզ բան։ Հիմա կստուգենք։ Հունիսի 15-ին։ Փաշայան, Գասպարյան, Ջանոյան։ Էտա որ կա Ջանոյանը մերն է։ Ուրեմն դուք ձեր մեռելին տարել եք ժամը 12:30-ին, չէ՞։ Հա, բայց մի հատ թյուրիմացություն կա, մենք մեր մեռելը չենք տարել, ուրիշի մեռել ենք տարել։ Պարզ է։ Ուրեմն ուրիշն էլ ձեր մեռելին է տարել։ Ապրես։ Ուրա ոչ շատ ջոկող կնիկ, հա։ Հիմա տեսնենք ձեզանից առաջ կամ հետո ով է եկել մեռել տանելու։ Փաշայանները ժամը 11-ին, Գասպարյանները ժամը 1:30-ին։ Հյուրասիրվեք տղաներ։ Չէ, մերսի։ Մենակ խնդրում եմ մի քիչ արագացրեք, որ հասցնենք պապային գտնենք, հա։ Ահա, արտագրեք։ Հասցեները այստեղ գրված են։ Տղերք ջան, կներեք էլի, որ այսպես ստացվեց։ Ես 15 տարի աշխատում եմ, այսպիսի բան չէր պատահել։ Դե դուք հաստատ հուզված էիք, մենք էլ հոգնած էինք, ամեն ինչ կարող է պատահել։ Մորքուր մի հատ անհամեստ հարց տամ, էլի։ Ասա տղա ջան։ Ամուսնացած ես։ Ոչ։ Ուշ, լավ է։ Որը բայց ինչ դաժան ռոժ էր։ Работа такая, вы чё? Ռաբը։ Ուրեմ քշում, Հայկ ջան։ Առաջինը քիչ գասվարանն է ստոստեղից մոտիկը։ Հա ինչ, համով է։ Ուտես մի հատ։